Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներին, հույսով եմ լավ եք։ Այսօր եկել եմ առաջինը խոսելու այսօր Դավոսում տեղի ունեցած շրջադարձային ու հետաքրքիր իրադարձությունների մասին, եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը լինելով չափսերով այդքան փոքր երկիր, այսօր աշխարհաքաղաքական շրջադարձային իրադարձությունների կենտրոնում է։ Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա կարողացավ քայլ առ քայլ մեծ դժվարությունների միջով անցնելով հասցնել իրավիճակը այս ամենին, որ այսօր տեղի ունենար այս հանդիպումը։ Սա հարցի մի կողմը։ Եվ այժմ ցանկանում եմ անդրադառնալ ուրեմն Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամենամանկամիտ օպոզիցիայի ներկայացուցիչներին։ Ալեքսան Ալեքսանյանին, որի ազգանունը իմ ազգանունից է եւ ես շատ ցավում եմ, ինքը ասել եմ Ալեքսան Պուտինովնայա եւ Պուտինովնա էլ մնալու է։ Ալեքսան Պուտինովնային եւ Տաշիր Սամո, այն ալկաշ աղբորը տղուն, այն որ ստեղ նստելուց ասում ես աղբերս մի բաժակարաղով հայրենիքը կծախի, արդեն ակնհայտ է, որ դուք ընտանիքով եք այդ տեսակ, հատիկին էթերի, դուք որպես տանկին ծնունդդ շնորհավոր մոռացավ, այ ես ինչ անշնորհք բան եմ անում, ծնունդդ էլ չշնորհավորեցի, ծնունդդ թող շնորհավոր լինի, ես էլ թող ծնունդիդ նվեր լինի, հա, ինչ որ կասեմ հիմա, այն մանկամիտ տեքորդ տղեն, տիկին էթերի, Սամվել Տաշիր, Այն որ հելելա ելույթ է ունենում 300,000, չգիտեմ աշխատատեղ կսարքենք, չգիտեմ ինչ կանենք, ցանկանում եմ թարմացնել ձեր հիշողությունը։ Դուք տարիներ շարունակ թալանել եք Հայաստանը, Հայաստանից հոսանքը առել եք, թանգով վաճառել եք հայ ժողովրդի վրա։ Ժողովուրդը դա չի մոռանա։ Դուք զոհված ոտքը կտրած զինծառայողի ընտանիքի հոսանքն եք անջատել։ Դուք թալանել եք հեծը։ Դուք թոշակառուի հոսանքն եք անջատել։ Դուք մայրը, ով երեխան օրորոցում է, հնարավորություն չունի միայնակ մայրը, ուրեմն իր երեխուն պահի, այդ կնոջ հոսանքն եք անջատել։ Ու ձեզ թվում է ժողովուրդը ձեզ ներելու է, թե ժողովուրդը կորցրել է իր հիշողությունը։ Ամենևին, ես ամեն օր կթարմացնեմ իմ ժողովրդի հիշողությունը, ամեն Աստծու օր։ Ինչ վերաբերվում է այդ երկու մանկամիտին, Ալեքսան Պուտինովնային եւ ուրեմն քո ալկաշ աղբոր տղուն։ Այդ որ վարչապետի եւ աշխատակազմի նկարները դրած հետները կռիվ են տալիս։ Այդ լավ տղություն չի, ասեմ իմացեք, բացարձակ։ Լավ տղեն այտենց բան չի անի։ Вообще լավ տղություն չի։ Իրանք իրանց իջեցրել են փողոցի մակարդակի լեվելի։ Փողոցի մակարդակի լեվելի։ Դրանից ավել ոչ մի բան։ Հաջորդը Քո փստլինքներին իմ տարածքից հավաքում է Սամո ջան։ Ու իմ անունը Տաշիր Սամո չի, որ փողի ու բիզնեսի դիմաց իմ հայրենիքը վաճառեմ։ Եղավ։ Ես ինձ թուրք անվանողների վրա ոտքերս մաքրում առաջ եմ անցնում։ Ի տարբերություն քեզ։ Ու ասեմ ավելին, 2026 թվականի ընտրություններին այդ թուրք ասողներով ու իրանց ֆեյքերով կհավաքվեն, ձեզ ընտրություններում կընտրեն։ Եվ այսօր այդ Պուտինովնան ու ալկաշ աղբորդ տղեն, որ ներողամիտ հոլովակներ են նկարում կառավարության անդամների համար։ Թող պատրաստվեն, որ ժողովուրդը ընդհանրապես ներողամիտ չի լինելու ձեր հանդեպ։ Եվ ասեմ ավելին, ընտրություններից հետո Պուտին պապան ձեր հետույքներին գեղեցիկ մուկ է նկարելու երկար պոչով։ Եվ ժողովուրդը սկսելու է այդ մուկը տշել, ես էլ էս մասով։ Ավելի հետաքրքիր բան կցանկանաս պատմեմ քո ու քո ընտանիքի մասին, քո աղջկա մասին։ Չէ, Նատալի, չի կարելի, չափերդ չանցնես, անհարմար բան կստացվի։ Թուլեքիդ հավաքի իրար գլուխ, ընկեր Կարապետյան։ Ու իմացի, որ հայրենավաճառը մեր մեջ միայն դուք եք, եղավ, միայն դուք, և հետ այսու, ինձ բոլոր թուրք անվանողներին կհակադարձեմ ռուսի ստրուկ, ռուսի սապոկ,
բառապաշարով։ Ու կրկնում եմ, այդ քո Չատլակ Ալեքսան Պուտինովնային ու աղբորը Թուլին, ասա իրանց adekvat պահեն ու իրանց ֆեյքերին իմեջի վրա ֆազ հրաման չտան։ Այսքանը։